Առաջադրման ժամկետը սկսում է ապրիլի 13-ին եւ ավարտվում է ապրիլի 23-ին ժամը 18:00-ին։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է կուսակցություններին կամ դաշինքներին առաջադրման համար, վաղուց զետեղված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, կարող եք մտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք եւ ամբողջ փաստաթղթերի փաթեթը այնտեղ դրված է եւ ամբողջ տեղեկատվությունը, որը անհրաժեշտ է։ Եվ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործում է թեժգից իրավաբանական վարչությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամենօրյա պատասխանում են այն հարցերին, որոնք բարձրացնում են կուսակցությունները կապված իրենց առաջադրումների հետ։ Եթե կարիք է լինում, ապա այդ հարցերը կարող են ուղղել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, ինձ, եւ մենք պատրաստ ենք բոլոր հարցերին ամենօրյա ռեժիմով եւ անգամ առանց ժամային սահմանափակման պատասխանել եւ այդպես էլ աշխատում ենք։ Կուսակցությունները եւ դաշինքները, որոնք ուզում են առաջադրվեն, պետք է առաջի քայլը, որ պետք է անեն, դա դիմեն եւ ստանան օգտահաշիվ e-request համակարգի միջոցով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են դիմում էլեկտրոնային ստորագրությամբ կամ mobile ID-ով եւ ստանում են օգտահաշիվ։ Օգտահաշիվը հեշտացնում է ընտրական ցուցակի կազմավորումը, ընտրական ցուցակի կազմումը, քանի որ կա գործիք, որը օգտագործում է պետության ունեցած բնակչության պետական ռեգիստրի տվյալները եւ ոչ թե կուսակցությունները ձեռքով հավաքում են տեխնացուների անունները կամ նրանց տվյալները, այլ այդ տեղեկատվության շտեմարանից ինքնաշխատ գալիս է եւ ընտրական ցուցակում իր տեղն է գտնում ըստ կուսակցության սահմանած հերթականության, հա, սա հնարավորություն է տալիս, որպեսզի կուսակցությունները սխալներով, վրիպակներով եւ ուղղագրական խնդիրներով ընտրական ցուցակներ չներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Տեխնացուները պետք է ստանան տեղեկանքներ միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունից իրենց ընտրվելու իրավունքի մասին։ Տեղեկանքի համար դիմում կարող են ներկայացնել միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ցանկացած բաժանմունք, ցանկացած գրասենյակ կամ ներկայացնել էլեկտրոնային հարթակով, էլի e-request համակարգի միջոցով, սակայն տեղեկանքները պետք է ստանալ անձամբ, որովհետև տեղեկանքները տպագրված եւ կնիքով կնքված եւ ստորագրված տեղեկանքներ են, որոնք պետք է ներկայացնել հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Մյուս կարևոր տեղեկությունը, որ ուզում ենք տրամադրել կուսակցություններին, դա նա է, որ այն կուսակցությունները եւ դաշինքները, որոնք ուզում են օգտագործել 5 քառակուսի մետր գերազանցող վահանակները իրենց քարոզչության համար, պետք է նույն ժամկետում, այն ժամկետում, երբ դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին գրանցման համար, դա է ապրիլի 13-ից մինչև 23-ը մինչև 18:00, այս նույն ժամանակահատվածում պետք է ներկայացնեն հայտ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թե որ վահանակներին են հավակնում։ Վահանակների ցանկը վաղուց տեղադրված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում եւ այստեղ եւս էլեկտրոնային գործիք ունենք, որի միջոցով կարող է կուսակցությունը ներկայացնի իր հայտը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետագայում վիճակահանությամբ այն հավասարապես կբաշխի բոլոր կուսակցությունների միջև։ Ուզում եմ ասել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս անգամ նախաձեռնելու է մի կարևոր միջոցառում, վստահված անձանց ուսուցումներին աջակցելու միջոցառումն է դա, ըստ էության մենք նման միջոցառում արդեն իրականացնել են 2023 թվականի Երևանի ավագան ընտրությունների ժամանակ, այս անգամ ինչ է պատրաստվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անել։ Խնդրելու ենք, որպեսզի կուսակցությունները տրամադրեն մեզ ուսուցանողների տեխնացուներ իրենց կուսակցություններից, նրանց մենք ուսուցանելու ենք, վարժեցնելու ենք ամբողջ նյութը, որը անհրաժեշտ է վստահված անձանց, տրամադրվելու է կուսակցություններին ըստ իրենց հայտերի վստահված անձանց ձեռնարկներ, յուրաքանչյուրը քանի վստահված անձանց, որ ուզում է վերապատրաստի։ Եվ այս վերապատրաստողների համար մենք կազմակերպելու ենք ուսուցանողների ուսուցում եւ նրանք, այսպես ասած, տանք սերտիֆիկատներ այն մասին, եթե անցնեն այն շեմը, անցնեն այն ստուգարկը կամ քննությունը, տալու ենք սերտիֆիկատներ, որ իրենք անցել են այս դասընթացը եւ պատրաստ են վստահված անձանց ուսուցում կազմակերպել։ Եվ անպայման ուզում եմ շեշտել, որ քարոզչության եւ քարոզչության ֆինանսավորման հետ կապված տեղի ունեցել բավական փոփոխություններ, այդ պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է առաջադրումները վերջանալուց հետո բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին հրավիրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ մանրամասն խոսել այս փոփոխությունների մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում elections.am գործում է ազգային ժողովի ընտրություններ
պատուհան, որտեղից կարող եք մտնել եւ ամբողջ այն փաստաթղթերի կազմը, որը անհրաժեշտ է կուսակցություններին, մնացած շահառուներին այնտեղ կարող են գտնել։ Օրինակ, բերեք մտնենք եւ տեսնենք, թե կուսակցության համար կուսակցության առաջադրվելու փաստաթղթերը ինչպես է այնտեղ տեղադրված, ինչ հեշտ է նրանից օգտվել։ Նույնությամբ այնտեղ զետեղված է օրինակ լրատվական միջոցների հավատարմագրման, դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման եւ բազմաթիվ այլ տեղեկություններ։